Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին, այդ մասին վարչապետը գրել է Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել։ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան Եվրոպայի խորհուրդ գործընկերությանը կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանում է։ Նյու Դելիում նախարար Միրզոյանը մասնակցել է համաշխարհային հարցերով հնդկական խորհրդին, որտեղ իր ելույթում անդրադարձել է ինչպես Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության հարցերին։ Հայաստանի արտգործնախարարի այցը Հնդկաստան տեղի է ունենում խորհրդանշական պահի բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ։ Մինչ Նյու Դելհի մեկնելը նախարարը նշել էր, որ ակնկալում է քննարկումներ, որոնք կխորացնեն համագործակցությունը և կբացահայտեն նոր ոլորտներ։ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդի նիստում էլ Արարատ Միրզոյանը իր ելույթի սկզբում ընդգծել է երկու երկրների ռազմավարական կապերի զարգացման մեծ ներուժը։ Թեև տնտեսական ակտիվությունն աճում է, այն դեռևս չի հասել ցանկալի մակարդակների։ Մենք նպատակ ունենք առաջիկա տարիներին էապես մեծացնել երկկողմ առևտրի ծավալները, կենտրոնացնելով մեր ջանքերը հայկական ընկերություններին Հնդկաստանի հետ գործարար կապեր հաստատելու հնարավորություններ ընձեռելու վրա։ Հայաստանում մոտ 3000 հնդիկ ուսանող է սովորում, հիմնականում բժշկական մասնագիտություններով։ Այս մասին նշելով Միրզոյանը ընդգծել է, որ դեպի ծով ելք չունեցող երկրների համաշխարհային շուկան ինտեգրվելու համար կարևոր է ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացումը։ Ըստ նախարարի, Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին և Չաբահար նավահանգստի զարգացմանը, խթանելով Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ համագործակցությունը։ Խոսելով տարածաշրջանային խաղաղության մասին, նա մեջ բերել է Մահաթմա Գանդիի խոսքերը. «Չկա ճանապարհ դեպի խաղաղություն, խաղաղությունն է ճանապարհը»։ Հայաստանը ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և այսօր ավելի քան երբևէ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, մի փաստաթղթի, որի միջոցով երկու երկրների միջև միջպետական հարաբերություններ կհաստատվեն, հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հարգման վրա։ Կարևոր է նշել, որ անցյալ տարի երկկողմ բանակցություններն արդեն հանգեցրին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ստորագրմանը, ճանաչելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք։ Մենք հաջողությամբ արդեն սահմանազատել ենք ավելի քան 12 կիլոմետր սահման և աշխատում ենք գործընթացի արդյունավետ շարունակության ուղղությամբ, ինչը զգալիորեն նպաստում է տարածաշրջանային կայունությանը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև փոխադրումների և անվտանգության բարելավմանը։ Չնայած կառուցողական առաջարկներին, նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է տարածել տարածքային պահանջներ արևմտյան Ադրբեջան նարատիվի միջոցով։ Դեռևս կան հումանիտար խնդիրներ, այն է պահվող անձանց ազատ արձակումը։ Մինչ մենք խոսում ենք այստեղ, Ադրբեջանում կամայականորեն կալանավորված 23 հայերի նկատմամբ բեմադրված դատավարություններ են տեղի ունենում, անտեսելով մարդու իրավունքների չափանիշները և պատշաճ դատական գործընթացը։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նախարարը հայտնել է, որ Հայաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ըստ
վստահ լինելով, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը կբարձրացնեն տարածաշրջանային խաղաղությունը։ Իր ելույթում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է նաև խաղաղության խաչմերուկ ծրագիրը։ Նախագծի էությունը ենթադրում է հարավկովկասյան բոլոր երկրների միջև հաղորդակցության զարգացում, վերանորոգված եւ նոր ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, մալուխային կապերի եւ էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ բանակցություններում Հայաստանն առաջնորդվում է համապարփակ մոտեցման, ներառականության, տարածաշրջանային երթուղիների ոչ խտրական օգտագործման եւ բոլոր շահագրգիռ կողմերի համար բարգավաճ ապագայի կառուցման հնարավորության տեսլականով։ Ամփոփելով իր ելույթը նախարարը նշել է, որ Հայաստանը շարունակում է սերտ հարաբերություններ Վրաստանի եւ Իրանի հետ, ամրապնդելով ռազմավարական գործընկերությունը։ Նա ընդգծել է նաև Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ ակտիվ երկխոսությունը, ինչպես նաև Եվրամիության հետ նոր գործընկերության օրակարգի մշակումը։ Միրզոյանը հավելել է, որ Հայաստանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, ինչպես Հնդկաստանի ռազմավարական ինքնավարությունը, եւ Հայաստանի եւ Հնդկաստանի համագործակցությունը ունի մեծ ներուժ։ Խորհրդից հետո տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ հարցեր եւ համաձայնեցրել առաջնահերթությունները։ Հանդիպման արդյունքով ստորագրվել են երկու փաստաթուղթ Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի եւ Հնդկաստանի Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև, ինչպես նաեւ երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին։ Լիպսիմե Ավակյան, Հորիզոն։ Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։ Վարդանյանը ավելի քան 20 օր է ինչ շարունակում է իր հացադուլը։ Ի համերաշխություն Բաքվում ապօրինաբար դատվող հայ ռազմագերիների Եվրոպայում տարբեր ակցիաներ են տեղի ունեցել։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, արդյոք սկսել է ինչ-որ բան փոխվել։ Իսկապես տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ բան սկսում է փոխվել, ամենայն դեպս վերջին օրերի ընթացքում մի շարք եվրոպական երկրների խորհրդարանականներ ամենաբարձր մակարդակով անդրադառնում են այդ խնդրին։ Վաղը Եվրախորհրդարանում կկայանան հատուկ լսումներ, որոնք նվիրված են Ադրբեջանում ապօրինաբար դատվող հայ պետական գործիչներին եւ ռազմագերիներին։ Եվ ենթադրվում է, որ արագ ընթացակարգով ներկայացվող բանաձևի նախագիծ կներկայացվի, որը հավանաբար քվեարկությամբ կդրվի արդեն վաղը մյուս օրը։ Շվեյցարիայում երկրի խորհրդարանի վերին պալատը կանտոնների խորհուրդը մարտի 18-ին քննարկում կկազմակերպի նույնպես գերիների եւ ընդհանրապես Արցախյան խնդրի վերաբերյալ։ Հիշեցնեմ, դեռևս անցած տարվա հոկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել էր բանաձև, որով կոչ էր անում կառավարությանը կազմակերպել միջազգային կոնֆերանս, որի նպատակը պետք է լիներ նպաստել դրան, որպեսզի Արցախի հայերը վերադառնան հայրենիք միջազգային երաշխիքներով։ Մեկ այլ եվրոպական երկրի Շվեդիայի խորհրդարանի մի մեծ խումբ պատգամավորներ հայտարարությամբ հանդես եկան ի համերաշխություն Ադրբեջանում ապօրինաբար դատվող Հայաստանի քաղաքացիների, մասնավորապես Հայաստան Շվեդիա բարեկամական խմբի անդամներն են ստորագրել այդ նամակը եւ այդ խմբի անդամ Էրիկ Հելսբորնը հիշեցրել է, որ Freedom House-ի ազատության ինդեքսի համաձայն, այսպես բալային համակարգ է, այդպես բալեր են տրվում պետություններին կախված նրանից, թե որքանով է ազատ նրանց իրավական համակարգը։ Եվ ահա հնարավոր 16 բալից Ադրբեջանը ստացել է 0 բալ։ Եվ նա տեղին հարց է տալիս, արդյոք հնարավոր է հավատալ, որ Ադրբեջանում կարող է արդար դատավարություն լինել գերեվարված հայերի նկատմամբ։ Իդեպ Ադրբեջանի մեջլիսի պատգամավորները բողոքով են հանդես եկել Շվեդիայի պատգամավորների ընդունած որոշման եւ մեղադրել են նրանում, որ թե իբրև իրենք հայկական լոբիի մասն են կազմում։ Եվս մի կարևոր իրադարձություն, սոցիալիստ երիտասարդների միջազգային կազմակերպությունը, որը միավորվում է սոցիալիստական կուսակցությունների երիտթևերի ավելի քան 100 կազմակերպություններ, նույնպես հայտարարությամբ է հանդես եկել դատապարտելով Ադրբեջանում տեղի ունեցող այդ շինծու դատավարությունը եւ պահանջելով միջազգային կառույցներից, մասնավորապես ՄԱԿ-ից եւ Եվրամիությունից գնահատական տալ տեղի ունեցածին եւ նպաստել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակմանը։ Արտյոմ, իսկ իրավապաշտպանները կարծես թե լռում են։ Իսկապես, երբ լռում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, դա դեռ կարելի է հասկանալ,
Ադրբեջանում արդեն սպառնում են այդ կազմակերպությանը վտարել Ադրբեջանից, թե ինչու են այսպես adekvat գնահատական չեն տալիս մյուս միջազգային կազմակերպությունները, ռեժիմ հասկանալի չէ, բայց այստեղ եւս ինչ որ բան սկսում է փոխվել։ Երեք Բերլինում բավական մեծ բողոքի ցույց տեղի ունեցավ, այն կազմակերպվել էր Բրանդերբուրգյան այդ դարպասների մոտ եւ տասնյակ 100-ին մոտ հասնող իրավապաշտպաններ, ընդ որում ոչ բոլորն էին հայ, կարծում եմ նույնիսկ կեսից պակասն էին հայ, նույնպես դիմել էին ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին, կոչ անելով գնահատական տալ Բաքվում այդ ապօրինի գործընթացին եւ Կարմիր խաչին նույնպես եւ նաեւ կոչ էին արել Եվրամիությանը, Գերմանիայի եւ Ֆրանսիայի իշխանություններին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկով։ Այս ակցիայի կազմակերպիչներից մեկը Գերմանիայի իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան էր, որը հայտարարել է, որ նմանատիպ բողոքի եւ համերաշխության ակցիաներ է անցկացնելու եվրոպական այլ մայրաքաղաքներում։ Այսինքն հավանաբար շուտով Փարիզում, եվրոպական այլ խոշոր քաղաքներում նման ակցիաներ տեղի կունենան եւ նույնչափ հնչեղությամբ։ Այդ կազմակերպությունը Գերմանիայի իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան դիմել է Եվրոխորհրդանին պաշտոնական պետիցիայով կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Կարևոր էր նաև այն, որ պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սեիդա Գուլամ Ֆաթիման հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Բաքու ներկա լինելու համար այդ դատական process-ին։ Դե բնական է, որ կարգել են, բայց այդ բացասական պատասխանը եւս կարծում եմ հնչեղություն կտա գործին եւ հիմք ծառայի եզրակացությունների համար։ Իդեպ ադրբեջանական մամուլը գրում է, որ Ֆաթման կողմնակալ է, քանի որ Ավրորա մրցանակաբաշխությունից $100,000 է ստացել 2016 թվականին, ինչը ընկալում են որպես կաշառք Ռուբեն Վարդանյանի կողմից։ Դա անհեթեթություն է, իրականում նա ոչ թե կաշառք, այսինքն մրցանակ էլ չի ստացել երբեք, նա ընդհանրապես նոմինանտ է եղել եւ հակառակը կարող էր նեղացած լինել, թե ինչու են ուրիշներին տվել, իրեն չեն տվել, հա։ Այդ իմաստով Ադրբեջանի այս գնահատականը եւս անհեթեթ է, իսկ կարծում եմ իրենց շատ է զայրացնում այն, որ այդ տիկինը պակիստանցի է, այսինքն մի երկրի քաղաքացի է, որը Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկն է։ Շնորհակալություն Արծեն։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։
Եթերում հորիզոնն է։ Սաուդյան Արաբիայում ընթացել են Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Ամերիկյան կողմը ներկայացնում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայք Վոլցը, ուկրաինական արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիփյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Միջազգային անդրադարձի մյուս նորությունները տեսաշարում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից։ Նա նշել է, որ Անկարայում օրեր առաջ կայացած բանակցությունների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել է Բաքվի եւ Երևանի միջև խաղաղ բանակցությունների հարցը։ Հնարավորություն է ստեղծվել եղբայր Իլհամ Ալիևի հետ քննարկելու շատ կարևոր թեմաներ, մասնավորապես Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների հարցը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Ղազախստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը դեռևս տարածքային հավակնություններ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Ջեյհուն Բայրամովը նշել է, թե Հայաստանում նկատվում են ռևանշիստական տրամադրություններ եւ այդ ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Միաժամանակ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների համար հարթակ տրամադրելու համար։ Նրա խոսքով այդ ժեստը վկայում է այն մասին, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի եւ Երևանի միջև խաղաղ գործընթացին։ Նախքան Սաուդյան Արաբիա մեկնելը ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ամենակարևորն այն է, որ այստեղից պետք է հեռանանք հստակ համոզմամբ, որ Ուկրաինան պատրաստ է դժվար որոշումներ ընդունել, ինչպես որ Ռուսաստանը պետք է դժվար որոշումներ ընդունի այս հակամարտությունը դադարեցնելու կամ առնվազն որևէ ձևով կասեցնելու համար։ Կարծում եմ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը չունի ռազմական լուծում։ Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, եւ ակնհայտ է, որ Ուկրաինայի համար չափազանց դժվար կլինի ողջամիտ ժամկետներում ստիպել ռուսներին ամբողջությամբ վերադառնալ 2014-ի սահմաններին։ Ռուբիոյի կարծիքով այս պատերազմի միակ լուծումը դիվանագիտությունն է։ Նա միևնույն ժամանակ հրաժարվել է խաղաղության հավանական ծրագիրը ներկայացնել։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի Մոսկվա այցի հնարավորությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումները ներկայումս բավականին ինտենսիվ են։ Դրանց մակարդակն ու ձևաչափերը հաճախ շատ արագ համաձայնեցվում են աշխատանքային ռեժիմով։ Մենք ձեզ տեղյակ կպահենք, երբ իրադարձությունները զարգանան։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրել էին, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը նախատեսում է մարտի 13-ին Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում ներողություն է խնդրել փետրվարի վերջին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում նրա հետ հանդիպման ժամանակ առաջացած հանրային վեճերի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում։ Զելենսկին նամակ է հղել նախագահին, նա ներողություն է խնդրել օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած միջադեպի համար։ Կարծում եմ դա կարևոր քայլ էր։ Շատ քննարկումներ եղան մեր թիմերի, ուկրաինացիների եւ եվրոպացիների միջև, ովքեր նույնպես ներգրավված են այս քննարկման մեջ։ Պաշտոնյան նաև նշել է, որ Միացյալ Նահանգները չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը Կիևին։ Ուկրաինան պատերազմի սկսվելուց ի վեր անօդաչուների ամենախոշոր հարձակումն է իրականացրել Ռուսաստանի վրա։ Համաձայն Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերվա ընթացքում գործածել եւ ոչնչացրել են 337 անօդաչուներ։ Մոսկվայի եւ Մերձ Մոսկովյան շրջանների վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը վիրավորվել։ Ռամյանսկոյե քաղաքում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմաբնակարան շենքի վրա, որտեղ վնասվել է առնվազն 7 բնակարան։ Տներից տարհանվել է 12 մարդ, այդ թվում 3 երեխա։ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Վնուկովո, Ժուկովսկի, Դոմոդեդևո, Շերեմետևո օդանավակայաններում։ Դոմոդեդովոյում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 2 աշխատակից է զոհվել։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այս հարձակումը կապել է ԵԱՀԳ գլխավոր քարտուղարի Մոսկվա այցի հետ։ Նա նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ բարձրաստիճան արտասահմանյան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է Ուկրաինայի զինված ուժերի դրոնների հարձակմամբ։ Բացի այդ, ռուսները հայտնել են Կուրսկի մարզում գրանցած հաջողությունների մասին։ Ռուսական ուժերը իրենց վերահսկողության տակ են վերցրել 12 բնակավայրեր եւ ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք։ Ուկրաինական կողմն էլ հայտարարել է, որ Սումիի շրջանում ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժել է 1 մարդ, վնասվել են բազմաբնակարան շենքեր, առանձնատներ, ավտոմեքենաներ։ Օդեսայում էլ հրդեհ է բռնկվել բնակելի շենքում, մանկական խաղալիքների եւ առելիքի պահեստներում։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։
Համացանցում տարածվել է Ջասթին Տրյուդոյի լուսանկարը, որում նա խորհրդարանի համայնքների պալատից հեռացել է իր աթոռը ձեռքին։ Բացի այդ, նա նայելով տեսախցիկներին լեզուն դուրս է հանել։ Reuters-ի լուսանկարիչը ֆիքսել է ուշագրավ պահը։ Լուսանկարն արագ տարածվել է սոցցանցերում։ Հիշեցնենք, որ Կանադայի իշխանական լիբերալ կուսակցության նոր առաջնորդ է ընտրվել Մարկ Քարնին։ Նա կփոխարինի երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոյին, ով այս տարվա հունվարին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մտադրության մասին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային այցով եղել է Գոգավան Մաքսային անցման կետում, շրջել տարածքում Մաքսային ծառայության աշխատանքային գործընթացների կազմակերպմանը տեղում հետևելու նպատակով։ Կոմիտեի ղեկավարին ներկայացվել են անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման ու կազմակերպման հերթականությունը, նաև գործարկված էլեկտրոնային համակարգերը։ Պետնախագահը այնուհետև շրջայց է կատարել Սևան եւ Հրազդան քաղաքների հարկ վճարողների սպասարկման սրահներում, ծանոթացել ստորաբաժանումների գործառույթների պատշաճ իրականացման գործընթացին, նաև քննարկվել քաղաքացիներին եւ տնտեսվարողներին հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում աջակցելու գործիքակազմի ընդլայնման եւ բարելավման ուղիները։ Երեք տեղի է ունեցել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցույթը, որը հաղթահարել են 5 մասնակիցներից 3-ը։ Մրցույթի եւ հետագա գործընթացների մասին որոշ մանրամասներ է ներկայացրել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոնիսյանը։ Հիշեցնենք, որ նախագահի տեղը թափուր է 2024 թվականի նոյեմբերից, երբ հրաժարական տվեց Սասուն Խաչատրյանը։ Առաջին փուլում մրցույթի մեկ թեկնածու էր միայն դիմել ԱԱՑ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը, ով բարեվարկության բավարար շեմը չհաղթահարեց եւ ըստ էության մրցույթը նորից դրա համար հայտարարվեց։ Երկրորդ փուլը արդեն ավելի մրցակցային էր, դիմել էին 5 թեկնածուներ։ 5 թեկնածուներից առաջինելով ասեմ 3-ը հաղթահարեցին բարեվարկության շեմը եւ ուրեմն ներկայացվեցին կառավարությունը այդ 3-ից մեկին կնշանակի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ տեսականորեն ասելով օրենքի համաձայն կառավարությունը կարող է նաեւ ոչ մեկին չնշանակել եւ այդ դեպքում նորից մրցույթ կլինի։ 3 թեկնածուներն են մասնավորապես Արթուր Նահապետյանը, Գեորգ Քոչարյանը եւ Պետրոս Մարտիրոսյանը։ Ուրեմն մի քիչ երևի վիճակագրական պատկեր ներկայացնեմ, ուրեմն 5 թեկնածուների մասով 5-ից 3-ը ունեին քննչական փորձ, 4-ը ունեին դատախազական փորձ, 2-ը աշխատել էին նաեւ մասնավոր ոլորտում, բոլոր 5-ը պետական ոլորտում աշխատանքի փորձ ունեին, ուրեմն 2-ի բարեվարկությունը բացասական էր, 3-ի բարեվարկությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տված դրական էր, 2-ը 5-ից ունեին հենց հակակոռուպցիոն գործունեության նեղ մասնագիտացված փորձ, այսինքն կոռուպցիայի դեմ հենց իրավապահ համակարգում կոռուպցիայի հակազդման մասնագիտացված փորձ եւ մեկը ըստ էության դատական համակարգում կոռուպցիայի հակազդման փորձ ուներ։ Եթե սա նաեւ հետաքրքիր տվյալ է, 5-ից 4-ը իրենց իրավապահ մարմիններում կարիերան սկսել էին վաղուց նախքան հեղափոխությունը, մեկը սկսել էր կարիերան հեղափոխությունից հետո։ Ինչ չափանիշներով են գնահատել հանձնաժողովի ղեկավարի թեկնածուներին։ Հիմնականում կար 3 բաղադրիչ, 3 բաղադրիչներն էին անձնական որակները, բարեվարկությունը եւ ուրեմն մասնագիտական գիտելիքները ստուգվում էին հարցատոմսի միջոցով, այսինքն հարցաթերթեր քաշում, թեկնածուն եւ դրա վերաբերյալ ներկայացնում իր թեմայի վերաբերյալ, իրավական թեմայի վերաբերյալ ներկայացնում էր իր դիրքորոշումները, պատասխանում էր խորհրդի անդամների հարցերին։ Դիմելիությունը ընդհանրապես ինչպես եք գնահատում։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ սկզբում օրինակ 1 թեկնածու է ընդհանրապես եղել։ Կարծում եմ ինչ որ հանրային ընկալում կար, որ ամեն ինչ կանխորոշված է, եւ շատերը հավատում էին, միգուցե նաեւ այդ 1 թեկնածուն հավատում էին, որ ամեն ինչ կանխորոշված է եւ իմաստ չկա այս մրցակցության մեջ մտնելու, բայց
փորձը ցույց տվեց, որ չէ, ոչինչ էլ կանխորոշված չի, եւ դա մարդկանց մոտիվացրեց, որպեսզի մարդիկ դիմեն եւ մրցակցություն ապահովվի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված թիմ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հերթական համարներ տրամադրելու համար իրականացվել են վիճակահանություններ։ Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու Փարաքար եւ Գյումրի համայնքներում։ Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի համար անցկացված վիճակահանությանը, Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանը այլևս չի մասնակցել, որովհետև ըստ օրենքի այդ համայնքում եւս լինելու է նույն համարի ներքո քվեաթերթիկում։ Լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացած վիճակահանության արդյունքում առաջինը ներկայացնեմ հավելված երկուսը, ըստ որի Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներին տրամադրված հերթական համարները։ Համար 1 քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, համար 2 միասնություն կուսակցությունների դաշինք, համար 3 ազգային առաջընթաց կուսակցություն եւ համար 4 կայունություն կուսակցություն։ Եվ հավելված համար 4-ը Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքներին տրամադրված հերթական համարները։ Համար 1 քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, համար 2 Հայաստանի կոմունիստական կուսակցություն, համար 3 ապրելու երկիր կուսակցություն, համար 4 Մայր Հայաստան կուսակցությունների դաշինք, համար 5 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, համար 6 Եվրոդաշինք կուսակցությունների դաշինք, համար 7 Դեմոկրատական այլընտրանք կուսակցություն, համար 8 Մեր քաղաքը կուսակցությունների դաշինք, համար 9 Իմ զոր համայն կուսակցություն։ Փրկարարծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ։ 8 անձ դուրս է եկել, իսկ մեկը անհետ կորել է։ Դեպքի վայր են ժամանել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, որոնողափրկարարական աշխատանքների ներգրավել է 2 ուղղաթիռ։ Այժմ այսքանը կհանդիպենք ժամը 22-ին։